Մեղուն լուրջ գործով ազբաղված։ Նենա մեղուներ են մի քանի անտեղ, դες են մեկնել են վարդագույնների վրա է պտտվում։ Մեկը գնաց, մյուսը եկավ։ Չէ, ջղայն պտտվեց նորից հետ եկավ։ Տեսավ ավելի լավ բան չի գտնում։ Չէ, մեղուներին ենք նկարում։ Ասենց գարնանային տեղ էր։ Կանգնելու տեղ էլ տվեցին, ասեցինք իսկ ինչու չիջնենք։ Դες ինչ խոտ է։ Խոտը լավն է։ Ստեղ բաներ են գցել։ Մենք Տերյան փողոցի Как раз վրա որ ենք։ մեքենայով իջնում ենք, ասում է неприлично, ասենց լավ եղանակին կանաչ չկա։ Բնության մեջ։ Հա, ճանապարհին չկար։ Ստեղ լիքն է։ Դստեղ ավելի շուտ է միշտ ամեն ինչը կանաչում։ Սրանք իհարկե իսկական չեն, չէ՞։ Չէ, իհարկե, արհեստական են, բայց սիրուն է։ Էս ինչ է, հələ նա յար։ Էս գնդիկները։ Ես ինչ անեմ, ես Ինչ են քթար։ նշանակում։ Այնտեղ էլ իրանց պատսոպկենա։ Հիշում ես մի անգամ մտանք այդտեղ Հա, մերկում էին։ կապույտ գույնի վարդեր էին դրած։ Ես ինչ լավականանչել է։ Նստարանները Հա, դրել է իրանց նստարանները։ լավ նստարան է։ Շատ հավես է։ Դե լավ, խոտերը նայեցինք, ձեռքերին հեսա նայում ենք, նստենք գնանք ուր որ մտածել ենք, մարտի 15-ն է, ուղիղ ժամը 5-ն է և 19 աստիճան ջերմություն, այսենց եղանակը։ Այսօր վաղը այդ ձևի տաքություն է, հետո կամաց իջնում է, չգիտեմ, ինչ է խելքը բրդել իջնի։ Բայց ծառը ինչ է տակիր առնեն, մահացած ծառը։ Արդեն կենթանի չի ես ծառը, բայց բողբոջներ կան, տես ճուղերի վրա։ Դե ուրեմն կկանանչի էլ այդքան մասը։ Մարդկանց ավելի հետաքրքիր չի նայելան այդքան ստը։ Ամեն ինչն է հետաքրքիր։ Ամեն ինչ իր տեղում։ Ծառից հոգնում ես, մարդկանց ես նայում, մարդկանցից հոգնում ես ծառերին ես նայում, հա։ Վահան Տերյանը, Այո, Նորիկի, Նորայր Կարգանյան, հեղինակը։ Ողջունենք, ամբողջ ընտանիքը։ ողջույն, ամբողջ ընտանիք։ Ամբողջ ընտանիքին։ Ճարտարապետներ Համլետն էր Խաչատրյան։ Հա, հիշում եմ։ Ես լավ նստարանը ստեղել է հասել։ Հա, լավ է, չէ, ինձ լավ դրած է ույուտնի։ Հա, լավ արի 2 րոպե նստենք, որ սենց լավ դրած է։ Հետո կգնանք։ Այնտեղ ավելի լավ էր։ Բայց դե։ В общем, սենց մի բան։ Գնաց։ Ասում եմ, են կապույտ կարմիր է, չէ։ Հա, Դրոշի գույնի կեսը։ սասի գլխին է, տանիքի։ Հա։ Հա, Հետաքրքիր է, ես երբեք չի ուշադրություն դարձրել։ հա, էտա։ Հաստատ։
Տույաները նա ինչ կանաչ են, որտեվ հետևում են, Հա, խնամում են, հետևելու ձև կա, պետք է իմանաս։ ջրում են։ Գնացինք Վարդանյանների այգիում կնստենք։ Հա, դեռ ենք գնում։ Մի հատ գնանք Միասնիկյանի արձանը պարզենք ինչ են փագ է նախեն հետևի մասը։ Հետո այդ մարտի 1-ի հուշարձանը ես ինչ որ չեմ հիշում, դու հիշում ես տենց։ Չէ։ Դե գնանք էտել։ Գիտեմ որ կա, բայց ինքը արձանը չեմ հիշում։ Տենանք որն է, ինչ է, ինչոց է։ Ագրավստեսություն ասեց մեզ։ Այո, ագրավը ասեց, գնացեք։ Ես երևի այս կողմից գամ, ընդեղից բան է, շատ քիչ է։ Եղավ։ Էնի ռոզը թութակները օկուպացիա են դառնում։ Բայց բույները բանը լուրջ չգան ասում։ Խաչմերուկին ենք, մենք սերյանի վրա ենք։ Այո։ Թումանյան Աբովյան խաչմերուկ։ Բանկի շենքը, Մարաքս կաֆեի շենքը, Այդ ինչ ես Ժողովրդին ես շատ եմ։ Ռուսական թատրոն ես։ Այո։ Ֆեկուս։ Այս շենքրեն Այն ինչ շենքը։ Սալվիներ գրել, հա։ Հա, բայց Խաչատրյանի եղբայրները ովքեր են ես չեմ։ Հա, ես էլ չգիտեի ովքեր են, բայց տես ոստիկանություն կա, ուրեմն ինչ որ հավաքույթ է։ Ինչ հավաքույթ։ Շենքը որ չսարքեն։ Շատ իրեն ինչ։ Вообще Էրիկ, էլի Ռուբեն Վարդանյանի ու բոլոր ովքեր են դեռ են գտնվում իրանց համար է։ Ներս էլի հավաքույթ։ Դա քիչ որ է շենքը մնացում են։ Հա, շենքը ինչ որ լույս չեն անում քանդեն։ Կամ գնացող։ Հարամի կողմից։ Պապագի երկու տեսել։ Այո, տապաղատին դարձան։ Հասանք Շահումյան հրապարակ։ Մնաց Խորենացին անցնենք ու ունդեղ միտեղ կանգնենք անայդ։ Տեսնենք, եթե հաջողվի։ Մենք Վազգեն Սարգսյանի փողոցի վրա ենք, հետո Բեյրութի է դառնում։ այո, Բեյրութի։ Շահումյան հրապարակից հետո Ալեքսանդր Միասնիկյան, անցեք չեք խանգարում։ Բայց մարտի 1-ի հուշարձանը որտեղ անետ։ Չեմ հասկանում, հա։ Բայց կա ինչ որ միտեղ, վերեցին էլ օրը ծաղիկներ դրեցին։ Որ բերել են ուրեմն պետք է լինի։
Ինչ երկար է, հələ նայ։ Ոնց, դարավ 72 վայրկյան։ Մենք անցնում ենք 50-եր գրած։ Նորից արեցին։ Չեմ հասկանում ինչու։ Այս է Բեյրութի փողոցը, ժողովուրդ։ Հələ տես ինչքան լցվեցին մեքենաները։ Հա, դե այսքան երկար որ պահի, նա կլցվեն էլի։ Մենք լավ բրցանք այնտեղ կանգնեցինք։ Ստեղ էլ Եղիշե Չարենցի խոսքերն է, ոչ մի անգամ չի նկատել։ Նաիրան արևն էր քո մեջ, Լենինյան հրով ճառագաց։ Ահա, Եղիշե Չարենց։ Արմես չկատարվում, էլի չեմ բան արել լույսը։ Վայ, Էլի քանի րոպե անդը։ ինչի է տակիր է։ Երևի չացել է, գիտես, ինչ։ Ես խեղճ մարդիկ էլ սենց համբերատար։ Վերանորոգեցին, չէ՞, Սյուները շատ լավ են բայց վերանորոգել։ գետին հələ նա ինչ ծուլմրտի կա։ Հա, վայ, բաստեղի ձեր չեն տվել։ Մեզ էլ կանչեին մի հատ։ Շշեիք։ Տժժցնենք։ Մի հատ էլ հրապարակը նայենք։ Երեխեքը ես բանին ասնիկային ասում են։ Են մարդը բաբի շուբայով։ Բաբի շուբայով։ Սիլուետը նման է, էլի։ Չէ, իմ աշխատողներից մեկը ջալ երիտասարդ էր։ Այնտեղ գործ էինք անում, ասեցի Մյաշնիկյան ասեց, այդ որն է, այն ռոբոտի նման։ Ասեցի, հա։ Տարբեր բաներ ասում։ Համնադեպս փաստավոր։ չգիտե ով։ Այ էտա, ոչ մեկը չի իմանում ով է։ Երեխեք, ես ով է, գիտեք, ես արձանը։ Ում արձանն է, գիտեք։ Չգիտեք, գավառ Հուսեին։ Չուչու։ Չէ, իրար մեջ հենա խոսում են, լսում եմ։ Մեզ է ամանչեցին, ամենանդեպս դու ճիշտ ես, իմանային կասեին, էտ ավելի հեշտ էր, քանց թե տենց երկար լռել։ Բարձանանք երևի վերևից կերևա անդեղ ինչ աշխատանքներ են անում անայդ։ Վայ, ինչ հետաքրքիր է անայդ։ Սալիկներն են, հա, փոխում։ Չէ, լրիվ սաղ փոխում են, ստեղ բաններ, հիշում ես, Երևանի քարտեզներ, հրազդան գետներ հոսում, այդ գետի հունն էլ իմիջալոր շատ թանկ գրանիտ էր, կապույտ գույնի, հետաքրքիր է ինչ են որոշը։ Դա, զարմանալի է։ Կլոր բաներ։ Չէ, ես ստեղից այդ չեմ կարակ ես պատասխանեմ քո հարցին։ Դժվար հարց ես տալի։ Ես այնտեղն է էլի, որ արձաններ էին, հա, են ամպով են աղջիկներ։ Ինչ-որ մոտը սկսեց տպավորություն, որ ոնց որ պատվանդամներ են, չգիտեմ ինչի համար։ Բայց կլորը սենց, հա, բոլորը։ Եսու։ Թե ջուրալը հոսելու շուրջը։ Դե ջուրը ավելի իհարկե տրամաբանական է։ Լավ, հիմա գտնենք այդ հուշարձանը մարտի 1-ի։ Նայ անայդ, ստեղ ինչ-որ վախտին ջուր է հոսես խողովակներից։ Բա որտեղ է հետո։ Հեսա նայի ներքևը, հա։ Իսկ հետո ուրա գնացել, լուք չկա, բան չկա։ Ոնց կարող է չլինի։ Ենա անդեղ ինչ-որ մատրակ է երևում։ Ինչ չեմ տեսնում ձակ։ Հեսա բանի մեջ կա։ Հա, ճիշտ է, հա, խողովակ։ Դու ռեպորտաժը նայել ես, Երևի այգու մեջ է, Արմեն։ կարծում ես։ Հա, հիշեցի ես, այգու մեջ ինչ-որ արձան էին դրել։ Բա ուր փողոցը անցանք, այ անայդ։ Դե կանցնենք ոչինչ։
Զատո էս տեսանք ինչա։ Հա, դե էս պետք է Հիմա եթե տեսնենք։ մեր ծանոթ բարեկամ ավելի ճիշտ լինի էստեղ, կարանք հարցնենք, երևի տեղակ կլինի։ Կարող է։ Դու հիշում ես Փաշինյանը, որ նոր նախագահ էր, մենք այնտեղ վերևն էինք, չէ՞, ինչ որ Sky, չգիտեմ ինչ սրճարան էր։ Հա, ռիթնելը տեղ իր ծնունդներ արել է այդ նույն Sky-ում։ Լավ տեղ է շատ, բայց աչքից փակվել է, գիտես։ Մենք այդտեղից այդ օրը այդտեղ էինք, Փաշինյանը եկավ, ես վերևից նկարեցի, այստեղ միտեղ դրեցին ծաղիկները այն վաղտ, այն Հա, ժամանակ։ այն ժամանակ այո, բայց հիմա ինձ թվում է այդ այգու մեջ է արձանի։ Դե գնանք պարզենք։ Անահիտ։ Լավ պահկվոցի խաղալու տեղ է այստեղ։ Շահումյանի արձանի մոտ ավելի լավ տեղ է։ Այնտես կամարները, Հա, քառակուսի բայց։ Թամանյանի արձանել են սիրում, չէ՞, սեղանի տակ մտնել Հա, բան։ այնտեղ շատ լավ է, այդ փոքրերի համար բավարար։ Աստիճանը մենակ ընդեղ էր, չէ՞, ոնց որ թե։ Ընդեղից պետք է իջնենք։ Հա, այո։ Բայց այդտեղ տես այն խոտը չի, որ այնտեղ կանգնեցինք, է։ Չէ։ Նա ուրիշ էր Սա որակը։ այս մասերը, հա, հատկապես չնայած են կողմն էլ ատենց։ Չէ, իրանք հաստատ լավ խնամում են, բայց Հա, ուղղակի երևի կվերջացնեն, այս ինչ են սարքում, ինչ չէ։ հա, Ու հետո արդեն ընդհանուր առմամբ ամբողջ տարածքը կխնամի։ Շատ փոշի է, լանայ ասես փոշիչիկ։ հա, Նստարանները։ ճիշտ է, այստեղ լավ փոշի է, փաստորեն այդ նստարաններն էլ էին տենց։ Այն երիտասարդներն էլ լավ Եկավ ու դաժե չնայեց։ ռիսկով նստեցին։ Հա, տղան նստեց մի անգամից, բայց աղջիկը հլա չէր նստել, մտածում էր նստի, թե չէ։ Գցում բռնում էր, հա։ Այո։ Ոնց որ մենք էլ են։ Հա, դու էլ միջայլոց այդ հարցերում շատ ուշադիր չես։ Ես հիմա ուղղակի դու ես շատ ուշադիր այդ հարցերում։ Ես էլ քաղաքապետարանը, եթե ով չգիտի, Այո։ Այս ոնց է հրապարակը, այ կարելի է հարցնել ոստիկան։ հրապարակի անունը, Ուրարտու չէր առնում։ չեմ անում։ Այն փողոցը Արգիշտի է, Հա։ Բեյրութի շարունակությունը։ Անայց սկզբից 60 էր, մենք անցանք 70 դարավ։ Գրեց։ Կեսից փոխվում է, հա։ Ոստիկաններին խնդրեցին, կօգնեցին, ասեցին, որ սա կոչվում է, Ռուսաստանի հրապարակ։ այո, Ռուսաստանի հրապարակ։ Ասեցին, Գլենդելն է, ձախ կողմի վրա այն մուտքը տես մեքենաները։ մտան։ Հետո այդպես դուրս է գալիս մինչև Արշակունյաց, չէ։ Այո, մի րոպե Անայտ, այս հարցը լուծենք։ Ոնց որ ոստիկանը ասեց, դե դո Մոսկվին է, այս էլ տրամաբանական է, որ Ռուսաստանի հրապարակը լինի։ Հիմա Անայտի ասածը։ Լուսավորիչը շարունակվում է, հետո Արշակունյացը դեպի աջ, Բայց իսկ ես սա դեպի չէի ասում, արմ, ես գլենդելով էի ասում։ Գլենդելով ինչա պետք Գլենդելով գնում ես, Արշակունյաց։ դուս ես գալի է նոր թաղամասը, որը ֆուդկորտի դիմացն էր սաս։ Հա, բայց մենք սենց ոչ մի անգամ չենք գնացել այդ թաղամասը, դու ենթադրում ես ուղղակի։ Չու, վերջում դու մենք տեսանք այն կողմից, որ իրանք լանում։ Արշակունյացից տեսել ենք, բայց չենք ոտել, այո։ Դե որտեղ ավարտած չէր դրա համար։ Իրանց մեջտեղը կա Բրյուսովի փողոց, Գլենդելի ու այն թաղամասի մեջտեղը։ Հենց որտեղ հրամոյ չեն միանում իրար էլի, Անայտ ջան։
Տենց ջան, որ ասում են, այդ կռվի սկիզբն է, չէ՞։ Անայ ջան։ Հա, կարող է սա։ Էստեղ էր։ Այդ ոստիկանային քիչ հարցինք, այդքան զրուցեցինք Դե հետները։ գրած անդեղ, նա մոտիկանը տեսնենք ինչա գրված։ Մոտիկանանք, Մոտենանք։ մոտենանք։ Այսենց հուշարձանա։ Ասեմ բավականին հետաքրքիր։ Մի հատ նայի անայ, այդտեղ գրած է հեղինակը բանը։ Որտեղ Ովքեր են։ Չէ, այստեղ չկա հեղինակ։ Չկա գրած։ Միայն գրված է 2008 թվական մարտի զոհերի հիշատակին։ Կարող է կողքերը կա։ Դե հաստատ կլինի միտեղ։ Ոչ մի բան չկա։ Մարտի։ Այս հետևի մասը սենց է, նայեք։ Զակլոպկեքով ամրացրած իրար թիթեղները։ Вообще ինչ հետաքրքիր միտ կա էլի, չէ՞։ Այստեղ էլ դες։ Բայց ես ճիշտն ասած չեմ հասկանում։ Ես էլ ես միտքը չհասկացա։ Ականջա, թե ինչ է։ Չգիտեմ։ Բայց ականջը ուր է այստեղ։ Այդտեղ կա ականջ, անայց, այդտեղ փակ է։ Հա, էս է ականջը։ Դուրս է գալիս կոմ էլի այդ անցքը։ Էլ մի հատ գնամ ընդեղից խոսամ, դու կլսես ինձ։ Կարող է լավ ուժեղ լսվում է։ Ընդեղից եթե խոսում են։ Մի հատ իմ միկրոֆոնը անջատեմ մենակ քո միկրոֆոնով, տնանք ինչ կլսվի։ Ահա, անայտը ես մեջտեղը կանգնի իր միկրոֆոնով, ես իմը անջատեմ, Հա։ հետո կնայենք ինչ լսվեց։ Չէ, որոշեցինք ճիշտ է Անայտը գնա։ Անայտ մի հատ կանչի։ Չէ, առանձնապես էֆեկտ չկա։ Ես դու ես այդտեղ։ Լսվում է, բայց ես մտածեցին հենց ուժեղ արձագանք բան ալնելու չի լինում, ոչ մի տենց բան։ Հələ մի հատ էլ ես կողմը կանգնեմ։ Ավելի ուժեղ։ Չէ, առանձնապես բան չկա։ Սխալվեցինք մի խոսքով։ Այս բաները տարեր է հիշացնում, բայց ինչքան նայեցինք, ոչինչ չկարացանք կարդանք։ Այնտեղ էլ նայ այստեղ ինչ է։ Չէ, Էլի չէ, տարեր չի։ չէ, այստեղ էլ է, նայ ինչ նման է, բայց տարեր չեն։ Հա, չէ, սենց գծեր են ուղղակի։ Տարեր չեն։ Հատ մեջից նայեմ աշխարհին։ Կանդակագործն էլ չկար ոչ միտեղ։ Հեղինակը։ Բարև ձեզ։ Լավ ենք։ Լավ ենք։ Այստեղ եք ապրում։ 31 տարի ուրիշ երկրում ապրելուց հետո 31 տարի բացակայելուց հետո երբ եք եկել։ 18 թվականի հեղափոխությունից ոգև շնչված Ոգև։ բնակարան գնեցինք Այո։ Որտեղից։ Մոսկվայից։ Մոսկվայից։ Ես ձեզ չեմ ցույց տալիս, հենց ուզենակ ցույց կտամ։ Բայց լսվում է։ Բայց լսվում։ Ձեր պատմածը թող լսվի։ Հա, դեմքս միջ տվեք։ Հիմա գոհ եք, որ եկաք, թե դժգոհ եք։ Դժվար հարց է։ Շատ դժվար հարց է, որովհետև ես ինքս 63 տարեկան եմ։ Ահա։ Իմ կյանքի Կեսը ապրել ենք։ մտածված գիտակից կյանքս ապրել եմ այնտեղ, երեխաներս մեծացել են այնտեղ, կայացել են այնտեղ։ Ու հիմա
Եթե ոչ մենք բաղով, եթե գիտակից ես, եթե հասկանում ես ընդհանուր ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, ոչ միայն մեր մոտ, գլոբալ մտածող ես, ինչ որ մասնիկ ունենաս, որովհետև իհարկե կայացած ենք, իհարկե տները թողել ենք, իհարկե ամեն ինչը թողել ենք, տղաները համաշխարհային բանկում են աշխատում, բանկում չեն աշխատում, ինքնուրույն ստեղծված գիտությունով են զբաղվում, հա, Մոսկվայում են բնակվում, չէ, իրանք եկել են, իրանց հետևից ենք մենք եկել, բոլոր ընտանիքով եկել են, բայց եկան, բայց ձեզ բերեցին, իսկ դուք ստեղծված մեծացած, ձեր տղան ձեզ բերեց, թորնիկների հետ հետևից եկանք, շատ լավ է, այնտեղ վաճառեցիք տունը, չէ դեռ, վաճառեք, որ հաստատ էլ հետ չգնաք, մենք գիտեք ոնց է, երեխաներդ որտեղ կան, դուք ընդ չնայած են փոքր Ամերիկայա, բայց դե իրա գործն է այնտեղ, Սիլիկոնի Վալլին իրա փոքր տղան, հա, մենք հանդիպել ենք ձեր հետ ոչ, չգիտեմ, ես ձեր այդ պատմածից ես ինչ-որ բաներ եմ չէ, ես ուղղակի ձեզ չեմ հետևում հիմա կներեք, բայց շատ մի քանի տարի առաջ որ նոր ենք եկել, ինձ թվում է ձեզ տեսել եմ, ճանաչեցի որովհետև այդ Սիլիկոնի Վալլինը որ ասացիք, ես սկսեցի հիշել, որ այդ խոսակցությունը մեր մեջ չէ։ Չէ, մենք չենք հանդիպել երբեք։ Կարող է Դավիթյանի մայրն է։ Դավիթյանի մայրը չեմ, բայց Դավիթյանի ընկերոջ մայրն եմ։ Այսինքն հետն է աշխատում, հա? Չէ։ Իրանք ուղղակի այցի ոլորտում են աշխատում։ Բայց այնտեղ։ Դե ինչ հորինել է, ինքն է հորին է, աշխարհում այդպես բան գոյություն չունի, փոքր տղաս։ Այդ հորինածը պետքա այնտեղ ալնում կիրառել, իշտեղ չլնում։ Հա, որովհետև դե ոնց կարա հիմա կոմանդը ստեղել է։ Հա, բայց կարևոր մասը այնտեղ է։ Կարող է անուն ազգանուն ասեք, մերոնք հետևեն բանով, YouTube-ով։ Անջատեմ ոնց կհետևեմ։ Լավ, անջատեմ ինձ ասեք, ես կհետևեմ։ Գոնե։ Մեր ազգանունը Աջամյան է։ Ադամյան։ Աջամյան։ Ահա։ Աճեմյան չենք, Աջամյան։ Աջամյան, այո։ Եղավ Աջամյանով գտնենք, հա։ Աջամյան հրաչիկ ամենա երևի։ Հա, ես էլ եմ կարծում ոչ մի թաքցնելու փոխանակ բարձենակ են։ Այդ չի համար բարձենա։ Ոնց են չի համար։ Սաղորը բանը ոնց են ասում, Պրեստուպնիկների ազգանուններ ենք սաղորել լսում, փոխանակ լավ մարդկանց ազգանունները բարձրաձայն են։ Ես հավատացնում եմ, որ լավ մարդիկ շատ կան։ Դե հա։ Մենք էլ գիտենք դա։ Ես ուղղակի ուզում եմ դրան հավատալ։ Հանցագործ խոսքը հիշեցի վերջապես։ Հանցագործները չեն ամանչում իրանց ազգանունները, հրապարակ են նորմալ մարդիկ։ Չէ, դե հրապարակելու ոչի բան չունենք, ուղղակի այնա, որ օրինակ մեծս Ֆրանսիայի հետ է աշխատում, բայց ասում եմ ես իմ երեխաներին այնտեղ չեմ մեծացնի։ Ինքը ամիսը մի անգամ գնում է գալիս է, բայց երեխեքը այստեղ դպրոց են գնում։ Ռուսական դպրոցից մի անգամից հայկական դպրոց դժվար էր։ Երևի իմ հարսից շնորհիվ, որովհետև հարսը։ Այո, որովհետև հարսս 2 ամսվա ընթացքում երեխային կարողացավ պատրաստի։ Քանի տարեկան էր երեխան, դա էլ կապ ունի։ 7։ Հա, 7։ Ռուսական դպրոց արդեն գնացել էր ինքը, ուղղակի եկավ ստեղ մի անգամից նստեց երկրորդ դասարան, որովհետև դե հիմա 4 լեզու է սովորում։ Այսինքն
Երաս թաղամասում դպրոց կա։ Գիտեմ։ Իմ աղջիկն էլ այնտեղ ապրում։ Հա։ Բնակարան ունեն այնտեղ, այո։ Շատ լավ թաղամաս է, այդ բակերը ինքան դուրս գալիս է։ Ես հրաժեշտ եմ անայ, դուք կզրուցեք, հա, իրար հետ երկար մենք Ես կզրուցենք։ ես խանգարեցի կներեք։ Չէ, չեք խանգարում, մենք ուղղակի հիմա մի հատ սիմվոլիկ ձեզ հետ հրաժեշտ անք առանց ցույց տալու, բայց Իսկ հետո զրուցենք։ հետո զրուցենք։ Դե ձեզ ստեսություն, ոնց դիմեմ ձեզ։ Հաջողություն ձեր ընտանիքին։ Ձեզ է։ Ձեր անունը ինչպես է։ Գոհար։ Գոհար։ Գոհարժան, ձեզ լավ օր, ձեր տղաներին հաջողություն, Նույնը ձեզ եմ ցանկանում։ ստեղծագործական հաջողություն, ընտանեկան, Այո։ Խաղաղություն լինի։ այո։ Խաղաղությունը դա։ Այ որ խաղաղություն լինի, այն ժամանակ կզարգանանք երևի։ Բայց հետաքրքիր կլներ իմանալ, հիշում ես, մերոնցից Արարատը Եգանյանը գրել էր, որ Դավիթ Յանը մեծ պրոյեկտ է առաջարկե կառավարությանը, ստեղ տենց սիլիկոնովի դալինայի նման ինչ-որ բան, սիլիկոնյան հովիտ, տենաս ինչ եղավ այդ պրոյեկտը, Դե այդ ինժեներային քաղաքն էլ է, էլի, սիլիկոնյանի փոքր վարիանտը, չէ, երևի, չեմ անում մերոնց տեղակ այդ չեմ, Սուսանան էր կարծեմ գրել, բայց հետաքրքիր թեմա է դա, իհարկե, ես ճանճ է արդեն թռնում կամերայի առջև Դե անի, բա ինչ ես ուզում, տականում է, բնությունը արթնանում է, այսպես տղաներ կան, էլի ոչինչ, էլի հեղափոխությունից տես մի օգուտ եղել է ժողովուրդը, ոգևորված, ահագին մարդ հետ է եկել, մնացել է, և նույնիսկ չեն էլ ափսոսում, այդ է, իրանք իրանց գործը անում են, դե ինձ թվում է այս րոպեին Ռուսաստանում չլնել ոչ մի ափսոսալու բան չկա, դժվար է պատկերացնել ափսոսող մարդ, ինձ տենց է թվում ամեն դեպս, լավ, հրաժեշտ ենք անեջում ինձ թվում է, նստենք մի հատ, հա, լավ հոգնեցինք ես, անընդհատ կանգնած էինք, քաղաքին երկար էլ զրուցեցինք, քիչ էինք էլի քայլում, կանգնած անշարժ, ես Հա։ բոլորից շատ այդպես եմ հոգնում, տենց, հա, բացեց, նորմալ, բայց այդ հեճետներին երկու անգամ էլ տենց եղավ, գրած էր 60, հետո մեկ էլ փոխվեց 72 դարով, թեքվեցինք Գրիգոր Լուսավորիչ, ինչ լայն է, չէ, ստեղ փողոցը, հա, ոնց էր, Կարմիր բանակի, հա, սկզբից ռուսերեն էր, Կրասնարմիյսկը, հետո դարավ Կարմիր բանակի ռեստորան, ներխուժեցինք Մաշտոց պողոտը, այդտեղ ռեստորան էին բացել, այո, դեռ չի, չկար այդտեղ ոչ մի ռեստորան, չկար, այո, ասել Խորենացի հետ խաչմերուկ և Սարյանի, դեպի ձախ Սարյան, դեպի աջ Խորենացի, մենք մեջտեղով գնում ենք, Ես երկրորդ հարգն էլ են վաճառել, ու ինչ-որ բան էր կառուցվում, այդ Սալվի կոշիկի խանութը, Սալի, հա, Ամիրյանը կտրենք, խոսքով խաչմերուկները անցնենք ու հրաժեշտ ենք, չէ՞ անեիդ, բոլոր խաչմերուկները, Ինչ է Ֆրանսիա երապարակ, հիմա անցնում ենք, Բյուզանտ, այո, Բյուզանդ անցանք, հետո Արամին, իմիջայլոց, Հիվանդանոցը փոխել են, սարքել են Մարգարյանի անվան, նորից վերադարձել են, Օկայվեր, չէ,
փոխել են։ Մի հատ մի օր անցնենք։ Ակոյև, հա, Ակոյև։ Ճիշտ է։ Դե բայց Մարգարյաններն են ստեղծել էլի։ Չէ, դե հետո սա քաղաքը Մարգարյանն է ասում, էլի մի քիչ քաղաքի։ Համ հայրներ աշխատում, համ որդին։ Այստեղ։ Մա Պուշկին փողոցն ենք անցնում։ Այո։ Շատ ժողովուրդ կտրեցինք։ Եվ Թումանյան փողոցը կտրեցինք։ Ֆրանսիայի հրապարակ։ Այ։ Փողոցներ կա, այդ լյուկերը այնքան լավ են դրած, չես ընկնում։ Չես էլ նկատում, իսկան, հա։ Դե հրաժեշտ եկավ։ Լավ մնաք հայր ջան։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Առողջ եղեք։ Միշտ առողջ։ Եվ խաղաղ երկինք։ Եվ խաղաղ երկինք։